Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կես միլիոն ադրբեջանցու ցուցակ ընդդեմ Հայաստանի Բաքվի նոր խաղն է։ Հաշվեցին, գումարեցին, հանեցին, բազմապատկեցին ու բաժանեցին։ 500,000 ադրբեջանցու գտան, որ իբրև թե տեղահանվել են Հայաստանից։ Ալիևի падգամավորներից Ազիզ Ալաքբարլին է այն մեկը, ում վստահել են Ադրբեջանում հակահայկական օրակարգը առաջ տանող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարումը։ Չի ողջունում հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի շուրջ Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքավորումը։ Ասում է ծափ չի տա, որովհետև Երևանում իր բառերն են։ Հիմա պարզապես հասկանում են, որ Բաքվի հետ հաշվի նստելուն այլ ընտրանք չկա։ Պարոն Ազիզը կորցրել է խաղաղության աղավն ու սպիտակ դիմակը, խոսքը սպառնալիքներով է շարունակում, հայկական պետության գոյության հարցը կասկածի տակ առնում ու երկար բարբաջում։ Մենք հույս ունենք, որ երկրների միջև հաշտեցումը կնպաստի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Իհարկե, սա ցավոտ գործընթաց է։ Կան 100,000-ավոր փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, որոնք տեղահանվել են իրենց հայրենիքից եւ տասնամյակներ շարունակ անթիվ դժվարություններ են տեսել։ Մենք ունենք ավելի քան 20,000 նահատակներ, տասնյակ հազարավոր հաշմանդամներ։ Սրանք այնպիսի բաներ չեն, որոնք կարելի է մոռանալ 3 կամ 5 օրում։ Ավելին, կան մոտ 500,000 փախստականներ արևմտյան Ադրբեջանից եւ նրանց երեխաները, ովքեր դաժանորեն արտաքսվել են իրենց ծննդավայրից վերջին տեղահանման ժամանակ։ Որտեղից պարոնը մոգոնեց այս թիվը, ադրբեջանագետը ասում է սեղանին այլ խնդիր է դրել։ Հերուն գնացող նպատակ է մարդկային ռեսուրսով մի օր զավթել ամբողջ Հայաստանը։ Մեր երկրում ստեղծել համայնք, հետո ինչ որ արտոնություն էր ուզել, մինչև որ բանը կհասնի ինքնավարության պահանջին։ Այդ թվերը կրակում են մակաշատ, որ հետագայում բանակցելու հնարավորություն ունենալու կարողանան իջացնել ինչ-որ այս թվականակի, որ իրանց իրականում ձեռնտու է։ Նախքան 500,000 նշում է 300,000-ի մասին, դրանից առաջ 200,000-ի մասին, այսինքն ըստ էության սա Հայաստանը մարկային ռեսուրսով զավթելու, ոչ պատերազմի միջոցով մարկային ռեսուրսով զավթելու ադրբեջանական կարևորագույն դերևս իմ կարծիքով արտաքին քաղաքականություններից մեկն է։ Բայց պարոն Ալաքբարլին Հայաստան ճանապարհող 500,000 ադրբեջանցիների ցանկի մեջ մեծահոգաբար դեռ բոլորին չի ներառել։ Առայժմ չեմ խոսում 1918-ից 1920 թվականների ցեղասպանության, 1948-ից 1953 թվականների տեղահանման զոհերի, նրանց իրավահաջորդների մասին։ Երբեք Հայաստանում այնքան հայ չի եղել, որքան տեղահանվածներն էին։ Ավելին, հայերը ոչ միայն մարդկանց դուրս էին մղում այդ աշխարհագրությունից, այլև ֆաշիստական վերաբերմունք էին ցուցաբերում նրանց մշակութային ժառանգության նկատմամբ։ Հետաքրքիր է, ինչ են նրանք պատասխանելու այս ամենին։ Մասնագետը պատասխանում է հղումանելով այդ թվում օտարալեզու պատմագրությանը։ Սուտ ու կեղծիք է ադրբեջանցու ասածը, պնդում է Լեռնիկ Հովհաննիսյանը։ 1918-ին նույնիսկ էթնիկ ադրբեջանցիներ չկային։ Այդ ինչպես տեղահանվեցին Հայաստանից։ Իրենք բերում են 1947 թվականի դեկտեմբերի 23-ի խորհրդային միության ԽՍՀ նախարարների խորհրդի համապատասխան որոշումները, որտեղ հստակ ասում է, որ թույլատրել հայկական ԽՍՀ-ին, որպեսզի ադրբեջանական բնակչությունը իրենց տները թողեն եւ տեղափոխվեն ադրբեջանական ԽՍՀ, որպեսզի այդ ազատատները օգտագործեն մեկ հայրենադարձության ժամանակ։ Այսինքն բռնի չի տեղահանվել։ Ոչ։ Բաքվի իրական մտադրությունները պարզաջրում է նաև ադրբեջանցի փորձագետ Ինգիլաբ Գուլիևը։ Հոդված է հրապարակել ահա իրական ու ֆեյք ադրբեջանները։ Համաշխարհային ասպարեզում Ադրբեջանը ներկայանում է որպես խաղաղության կողմնակից։ Պաշտոնական ելույթներն ու նախագծերը ներկայացվում են որպես համագործակցության եւ հաշտեցման նշաններ, սակայն երկրի ներսում պատկերը շատ տարբեր է։ Պետական լրատվամիջոցները եւ քարոզչական ալիքները դեռևս տարածում են հակահայ ատելության խոսք։ Երևանն ի դեպ ամենաբարձր մակարդակով անգամ Բաքվին առաջարկել է փախստականների հարցը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից հանել, թե չէ խաղաղությունը չի գա ու չի գա, բայց 150,000 արցախցիներին պաշարած սովի մատնած ու բռնի տեղահանված ադրբեջանցիները փաստորեն լավ գիտեն, լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Տնտեսական աճն այս տարի կազմելու է 7%, վատ արդյունք չէ, կառավարության ներկայացուցիչները վստահ են, որ դա ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է։ Հիմնական առաջատարներն են շինարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բանկային համակարգը եւ հանքահումքային ոլորտը։ Ամսական միջին աշխատավարձն էլ աճելու է ու հասնելու է գրեթե 300,000 դրամի։ Շատերի համար սա անհասկանալի մաթեմատիկա է, այն առումով, որ սեփական մաշկի վրա այս ամենի ազդեցությունը չեն զգացել։ Սա թերևս ֆիքսում են նաև կառավարության ներկայացուցիչները։
Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է բարձր մնալ, 23% է վերջին տվյալներով։ Այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մի կողմից մենք ցույց ենք տալիս տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն, բայց աղքատության էական նվազում չենք ունենում։ Գիտեք, թե ինչն է դրա պատճառը։ Դպրոցների ավերակներն են, այն, որ հանրապետության երեխաների մի զգալի մասը զրկված է պատշաճ կրթության իրավունքից։ Մասնագետների կարծիքով, սակայն կրթությունն ամենևին էլ շենք շինությունները չեն, այստեղ կարևորը առաջին հերթին ուսուցչական կազմն է եւ կրթության ճիշտ մեթոդաբանությունը։ Բացի այդ, բոլոր քաղաքացիները չեն կարող աշխատել լավ վարձատրվող ոլորտներում, ասենք ֆինանսական կամ IT շուկայում, նույնիսկ եթե լավ կրթություն են ստացել եւ մեծ ցանկություն ունեն։ Մյուս կողմից, թեկուզ թերի գիտելիքներով աշխատունակ մարդը պետք է կարողանա վաստակել եկամուտ, որը հնարավոր կլինի բարելավել սեփական կենսամակարդակը։ Միջին մարդու աշխատավարձը եւ միջին աշխատավարձը տարբեր բաներ են եւ միջին վիճակագրական մարդը կարող է չտենալ այդ բարձր աշխատավարձերը, քանի որ հիմնականում հարուստ խավն է ավելի շատ փող տեսել եւ որի արդյունքում միջին աշխատավարձը բարձրացել է։ Այսինքն երկիր հոսող ահռելի ֆինանսական հոսքերը հիմնականում հանգրվանում են մի քանի հազար մարդկանց հաշիվներին, ավելի քիչ օգտվում են մի քանի տասնյակ հազարը, 100 հազարավորների մոտ ոչինչ չի փոխվում։ Երբ որ հարուստները հարստանում են, էլ ավելի միջին ցուցանիշը ավտոմատ բարձրանում է անկախ նրան միջին խավի եւ ցածր խավի աշխատավարձերը եկամուտները բարձրացել են թե ոչ։ Այստեղ նույնիսկ հակառակ process-ն է սկսվել, քանի որ Ռուսաստանից եւ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի տեսքով հանրապետություն են հոսել մեծ միջոցներ, ծառայությունների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները էականորեն աճել են։ Արդյունքում անապահովներն էլ ավելի են աղքատացել, քանի որ միևնույն գումարով այլևս կարող են գնել ոչ թե X քանակի, այլ X-ը բաժանած 2 քանակի ապրանք։ Հիմնականում գնաճը արտահայտվում է սպառողական ապրանքների վրա, այսինքն սպառողական ապրանքների գնաճը 2-2.5 անգամ բարձր է, իսկ աղքատ խաղը հիմնականում այդպիսի ապրանքներ են արվում, այսինքն աղքատ խավի 50-60%-ը զամբյուղի, հենց միրգ ու բանջարեղենը եւ այլը բարենային ապրանքներ, որոնց գները այս ընթացքում էլ ավելի են բարձրացել, այսինքն ցածր խավը ավելի խոցելի է։ Ըստ մասնագետների աղքատության հաղթահարման համար նախ անհրաժեշտ է հստակ ուսումնասիրություններ կատարել, բնակչության հենց աղքատ շերտի 23%-ի շրջանում վերհանել ցածր կենսամակարդակի պատճառների վերաբերյալ տվյալներ, կատարել վերլուծություններ ու հաշվարկներ։ Դա էլ պիտի արվի գիտական հենքի վրա, ոչ թե սիրողական ենթադրությունների, որից հետո միայն պետությունը պետք է թիրախային ծրագրեր իրականացնի, որպեսզի աղքատությունը երկրում ռեալ նվազի։ Հակառակ դեպքում նույնիսկ տասնյակ միլիարդների բյուջեն, լավագույն ճանապարհներն ու սուպեր ժամանակակից դպրոցները չեն նպաստի անապահով խաղի կենսամակարդակի աճին։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարի կհատկացվի գրեթե 1 տրիլիոն դրամ, ավելի կոնկրետ 993 միլիարդ 17 միլիոն դրամ բյուջե։ Նման ցուցանիշով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարում է ամենամեծ բյուջեն մյուս գերատեսչությունների համեմատ։ Այս ֆինանսական միջոցների կեսից ավելին 59.5% կամ 590.8 միլիարդ դրամը բաժին է ընկնում կենսաթոշակային ապահովության ծրագրի բյուջեին։ Թվում է, թե մենք կառավարում ենք ամենամեծ բյուջեն, բայց այն հայեցողությունը կամ այն ծրագրերը, որ մենք կարող ենք փոխել, դրա շատ չնչին տոկոսն է կազմում։ Անապահով ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակական են լինելու նաև 2026-ին։ Նախարարը սակայն աջակցության գաղափարն է վերաձևակերպում։ Ըստ Թորոսյանի, անապահովության համակարգը մարդկանց դրդել է չաշխատել։ Բարեկեցություն եւ ընդհանրապես արժանապատիվ կյանք հնարավոր է ապահովել միայն աշխատանքով, եթե դու աշխատունակ ես, եւ եթե աշխատունակ չես, ֆիզիկական կամ այլ սահմանափակումների պատճառով, այդ դեպքում այո, պետությունը պետք է հոգ տանի քո մասին եւ հոգ տանի էլի կրկին արժանապատիվ ձևով, ոչ թե 20 կամ 30 հազար դրամով։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության կամ 16 միլիոնների ծրագրի շահառու են դարձել 2232 ընտանիքներ, բայց կան նաև քաղաքացիներ, ովքեր հնարավորություն չեն ունենում շահառու դառնալ վարկունակության խնդիրների վատ վարկային պատմության պատճառով։ Բուն 16 միլիոնի շրջանակներում մենք ունենք որոշման փոփոխություն, որ այդ քանի շրջանակներում ինքը որևէ կերպ չի խոչընդոտում իր նախկին վարկային պատմությունը ծրագրի շահառու դառնալու։
Այսինքն պետության տրամադրած 16 միլիոն դրամ վարկը վերցնելիս ձեր վարկային պատմությունը խնդիր չի հանդիսանա, քանի որ երաշխավորը ըստ էության համարվում է պետությունը, բայց եթե որոշում եք օրինակ ավելի մեծ տուն կառուցել, որի համար անհրաժեշտ է ավելի շատ գումար եւ դիմում եք հավելյալ վարկ ստանալու, ապա այս դեպքում բանկերը հաշվի են առնելու նաեւ ձեր վարկային պատմությունը։ Նախարար Թորոսյանն անդրադարձ արեց նաեւ կենսաթոշակների թեմային։ Կենսաթոշակները հիմա տրվում են այնքան, որքան թույլ են տալիս բյուջեի միջոցները։ Երևանի պետական համալսարանի 20 տարվա դասախոսին ազատել են աշխատանքից իր պնդմամբ քաղաքական հայացքների պատճառով։ Սահակ Մանուկյանն ասում է իշխող խմբակցության падգամավորների դուստր իր ուսանողն է եղել։ Դասախոսը կարծում է падգամավորին ու նրա աղջկան դուր չի եկել իր այն դասախոսությունը, որի ընթացքում թեման ավելի լավ բացատրելու համար ինքը ժարգոնային բառ է գործածել։ Մանուկյանը պատմում է, որ Հայաստանի պետական համակարգեր առարկայի դասախոսության ընթացքում վիրավորանքի ու զրպարտության տարբերությունը ավելի հասկանալի պարզաբանելու համար դեմոկրատական քաղաքական ռեժիմի մասին խոսելիս ֆիլմից է մեջբերում արել։ Առանց իմ թույլտվության, առանց ինձ նախազգուշացնելու ինձ նկարում է։ Դա թողնենք։ Չի գիտակցել, ես իրան ներում եմ։ Բայց խնդիրը նա է, որ շարունակում է ոչ իրավաչափ վարքագիծը։ Ընդ որում նկարում է ոչ թե հիշելու, այլ մատնելու համար։ Տալիս է իր ծնողին։ Ծնողն էլ անմիջապես ուղարկում է ռեկտորին։ Ինձ ասում են, որ ձեր ուսանողն է եղել քաղաքացիական պայմանագիր ուսանողային, քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցության падգամավորուհի, երեսփոխանուհի, մոռանում եմ ինչ կնոտ ազգան, որտեղ ոչի բանով ինքը աշկի չի ընկել, չեմ հիշում որ է Արուսյակ Մանավազյան։ Մանուկյանն ասում է ինքը անձամբ այդ բառը չի գործածել, գրել է էլեկտրոնային գրատախտակին մեջբերում է արել։ Իշխանական падգամավոր Արուսյակ Մանավազյանը մինչդեռ հերքում է, ինքը կապ չունի դստեր դասախոսին աշխատանքից ազատելու հետ։ Լրատվամիջոցներից մեկին ասել է, թե Մանուկյանի հայտարարությունն իր համար անակնկալ է եղել։ Ես ռեկտորի հետ խոսակցություն չեմ ունեցել, ես որևէ մեկի հետ խոսակցություն չեմ ունեցել, թող առաջի հերթին իր գործատուի հետ իր հարաբերությունները բարձի։ Եթե եղել է դժգոհություն բողոք, այդ դեպքում թող ինքը վերանայր իր գործողությունները։ Երևանի պետական համալսարանը Սահակ Մանուկյանի հեռացումը պայմանավորում է ոչ պատշաճ վարքով, նշելով, թե արդեն նախկին դասախոսը բազմիցս խախտել է էթիկայի կանոնները, թե ինչպես է խախտել այդ կանոնները չեն մանրամասնում։ Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով։ Երևանի պետական համալսարանն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները։ Ուսանողներից եւ նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար։ Մանուկյանը շեշտում է, թե իրենից բացատրագրեր չեն պահանջել աշխատանքից ազատելուց առաջ։ Մինչդեռ բուհից պնդում են, որ վերջին միջադեպի հետ կապված Մանուկյանը բացատրագիր գրել է։ Կայծակնային արագությամբ իմ դեկանը կանչել է ինձ, ասել է մի բան, ինչ ա եղել, մի բան գրի տուր ինձ։ Ես ասել եմ, բայց այդպես չի, ես իրավաբան եմ։ Իրանք պիտի ինձ ասեն, ինչու են ինձ մեղադրում, որ ես դրա վերաբերյալ բացատրություն տամ։ Ասել է, աղբորպես խնդրում եմ քեզ մի բան գրի, ես էլ պարզաբանում եմ տվել, բացատրություն չեմ տվել։ Մանուկյանն ասում է, գոնե էթիկայի հանձնաժողով կազմեին ծառայողական քննության հրավիրեին կամ գոնե իրեն լսեին, քանի որ ազատելուց առաջ կարող էին նկատողություն կամ էլ խիստ նկատողություն տալ։ Ինքն էլ Բրյուսովում 3 տարի պրոռեկտոր է աշխատել, ասում է, պրակտիկայում երբեք նման բան ոչ տեսել, ոչ արել է։ Նշում է, այս քայլով Երևանի պետական համալսարանը ոչ միայն խախտել է իր ակադեմիական, այլև ազատ խոսքի իրավունքը, կդիմի դատարան մայրբուհ վերադառնալու համոզմունքով։ Ողբերգական այս վթարը մայիսի 23-ին էր Տավուշի մարզում։ Բերտնավուր ճանապարհին Mercedes Sprinter-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, կոտրել ցուցանակը, բախվել տան պատին, ընկել այդ տան դիմաց կայանված ՎԱԶ-2107-ի վրա։ Մեկ հոգի տեղում մահացել էր։ Ու հաշվի առնելով, որ այդ հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունենում, բնակիչները խնդրանքով դիմել էին ՆԳՆ ճանապարհային ոստիկանությանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատուկ հայելի տեղադրելու համար։ Պատկան մարմիններն ավելի ուշ խոստացել էին, որ խնդիրը հրատապ կլուծեն, կտեղադրեն երթևեկության անվտանգության համար օգտագործվող հայելի, բայց այդպես էլ այն չտեղադրվեց ու 6 ամիս անց նորից վթար է տեղի ունեցել Honda ավտոբուսի ու Mercedes-ի մասնակցությամբ։
Բնակիչները դիմում են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարին, խնդրում են միջամտել, հայելին տեղադրել ու ապահովել վարորդների անվտանգությունը։ Ճանապարհային ոստիկանությունը նույնպես նամակներ է ուղարկել պատկան մարմիններին։ Նոր վթարներից խուսափելու համար օպերատիվ քայլեր են անհրաժեշտ։